Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները, Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր են։ Նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային հարաբերությունների սերտացմանը զուգընթաց վերափոխվում է նաև հանցավորության բնույթը, դառնալով անդրսահմանային, ինչը պահանջում է իրավապահ համակարգի կարողությունների շարունակական արդիականացում։ Նա ընդգծել է, որ այդ համատեքստում օտար լեզուների իմացությունը միջազգային գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման գլխավոր նախապայմաններից է։ Դեսպան Ալեքսանդրա Քոուլը բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցությունը վերահաստատել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը ներքին գործերի նախարարության բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում ամփոփվել է ներքին գործերի նախարարության և Միացյալ Թագավորության դեսպանատան համագործակցությամբ անցկացված անգլերենի 6-ամսյա վերապատրաստումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։ Ավտոմեքենա գնել, վաճառել կամ նվիրել առանց տնից դուրս գալու։ Karmia Go.am հարթակը հնարավորություն է տալիս մի քանի րոպեում ավարտել գործարքը։ Ներքին գործերի նախարարությունը թվային լուծումը ներդրել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, նպատակ ունենալով քաղաքացիների համար առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները, թեթևացնել հաշվառման քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։ Արդեն հարթակից օգտվել է 2000-ից ավելի քաղաքացի, կատարվել 1140 գործարք, որից 840-ը առուվաճառքի, 300-ը նվիրատվության։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է թվային հարթակից օգտված քաղաքացիների կարծիքը, այն դիտարկելով որպես համակարգը լավարկելու հնարավորություն։ Շատ գոհ եմ, շատ գոհ եմ, որովհետև ընդհանրապես ժամանակ չեմ կորցրել, չեմ վատնել ամեն ինչի վրա։ Շատ արագ ամեն ինչ արվեց։ Շատ հարմար է, շատ։ Ընդամենը 5 րոպեում այդ բոլոր գործողությունները արված, էլի։ Իրոք շատ գոհ եմ։ Ես առաջին անգամ օգտվեցի ու իրոք գոհ եմ։ Գնացել եմ տեղ պասպորտն էլ վերցնելուց, ընդամենը ոչ հերթ եմ կանել, ոչ բան, ընդամենը քաշել է 10 վայրկյան։ Սենց ավելի հեշտ է եղել, տենց ավելի էլի ժամանակի հատվածում ավելի արագ է ստացվել։ Դες այդ բանը նոր ծրագիրը շատ լավ էր, գոհ ենք։ Շատ արագ ստացվեց, էլի։ Ոչ հերթեր ենք սպասել կամ ոչ մի բան, էլի։ Կար ծրագրի մեջ լավ կող, որ մեքենան գնելուց կարող էր հին վարորդը իր մեքենայի տրանսպորտային միջոցի համարը թողնել նոր գնող մարդու։ Խորհուրդ եմ տալի բոլոր վարորդներին, արկու վաճառքը պետք է կազմակերպել, նոր գնալու կարիք ընդհանրապես չկա։ Ոչ մի խնդիր չեղավ, շատ հեշտ էր, որ ասես նույն ժամանակը տեղ խնայում ես, ասենց ասած։ Ճիշտ է, բաներում էլ արդեն մի քիչ հերթերը քչած է, բայց առաջվա համեմատ շատ լավ է, շատ հեշտ տարբերակ է, որ կարողանում ենք անենք։ Գործարքի կատարման ժամանակ համակարգը ինքնաշխատ եղանակով ստուգում է ինչպես կողմերի, այնպես էլ տվյալ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ոչ տեղեկատվությունը, եւ եթե հայտնաբերվում է այնպիսի տվյալ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործարքի կատարումը ավարտին հասցնելու համար, գործարքը դադարեցվում է, այդ մասին ծանուցվում են կողմերը եւ միայն խոչընդոտները վերացնելուց հետո հնարավոր է գործարքը ավարտին հասցնել։ Խոչընդոտ կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված սահմանափակումները, չվճարված պարտավորությունները կամ հաշվառման տվյալների անհամապատասխանությունը։ Պատկերված են բոլոր գործարքների կարգավիճակները, մանրամասորեն ցույց է տրվում ամեն գործարքի տիպը, գործարքի մեջ գտնվող մասնակիցների քանակը, երբ է ստեղծվել գործարքը, արժեքը տրանսպորտային միջոցի, որը օտարում են, եւ բոլոր տեխնիկական մանրամասներով իրենց։ Թվային հարթակում գործարք կատարելու համար եւ գնորդը եւ վաճառողը պարտադիր պետք է ԵՍՄ համակարգում անցնեն նույնականացում։ Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։ Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային եւ տրանսպորտային միջոցի տվյալները, հաշվառման համարանիշի եւ վկայագրի, համարակիր մասերի եւ սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ կատարել անհրաժեշտ գործողություններ։ Առուվաճառք իրականացնելիս գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական, իսկ տրանսպորտային միջոցը միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։ Թվային հարթակում իրականացվող գործարքները գտնվում են մշտապես մեր դիտարկման ներքո, վեր են հանվում տեղ գտած թերությունները եւ տրվում են արագ լուծումներ։
Թվային հարթակից օգտվելիս առաջացող հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժգից զանգահարելով 060 83 83 02 հեռախոսահամարով։ Քարմիա.gov.am հարթակով մատուցվող ծառայություններն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Իրազեկում ապրիլի 23-ին եւ 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման եւ պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության եւ տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։ Ժամը 6-ից 24-ը տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն։ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քրքրքորյան փողոցը, Հրազդանի կիրճից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհահատվածը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով Քրքրքորյան փողոցի կողմից, ելքը դեպի Բրազիլիայի հրապարակ։ Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող եւ նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների ապահովման նպատակով ժամը 7-ից 10 ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18-ից 21 նկատ ժամանակահատվածում կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։ Ժամը 20-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ. Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց, Կիևյան կամուրջ, մինչև Հալաբյան եւ Քրքրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ Հարգելի քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։